ինչպես եւ մենք ենք թողնում մեր պարտավորներին եւ մի տվիր մեզ փորձության, այլ փրկիր մեզ չարից, քանզի քոնն է արքայությունը եւ զավաթյունը եւ փրկահավիտյանս։ Ամեն։ Աջակիցների այստեղ գտնվող հանրային ու քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հետ Ղազարյան տարբեր դատական նիստերով լինում եք դատարաններում, աջակցության խոսք եք ասում, նաև ձեր դատական նիստերին եք լինում, տեսնում ենք, որ այս դատական պրոցեսները չեն ավարտվում, համատեքստը քաղաքական է, թե ոչ, որովհետև իշխանությունները պնդում են, որ ամենևին քաղաքական համատեքստ չկա եւ իրավական պրոցեսներ են նոր Հայաստանում։ Իրավական պրոցես կարող է լինել միայն այն դեպքում, եթե որևէ մեկը հանցանք է գործել եւ իր հանցանքի համար ներկայացվում է պատասխանատվության։ Իսկ կոնկրետ այս դատական նիստի ընթացքում այստեղ հանցագործություն կատարած մարդ գոյություն չունի, բայց այստեղ բոլորը մարդիկ են, բոլոր 17 արդարները, 18 արդարները, նրանք մարդիկ են, որոնք ներգրաված են եղել քաղաքական պրոցեսներում։ Իսկ այս պրոցեսի գլխավոր դերակատարը մեր սիրելի Բագրատ Սրբազանը, նա ոչ միայն ներգրաված է եղել, այլ նա նախաձեռնել է մի համաժողովրդական, թերևս այս իշխանության պաշտոնավարման շրջանում ամենամեծ ընդդիմադիր շարժումը, Սրբազան պայքարը, որը կարող էր բերել նաև Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու։ Եվ նրա նկատմամբ այս ապօրինի արշավը քաղաքականից բացի ուրիշ բացարձակ որևէ իմաստ եւ ենթատեքստ չունի։ Ես շատ մեծ ուշադրությամբ եմ լսել իրավապահ մարմինների տված մեկնաբանությունները, նրանց ներկայացրած նյութերը եւ նաեւ որպես իրավաբան պնդում եմ, որ Բագրատ Սրբազանի եւ մյուս 17 արդարների գործողությունների մեջ հանցանքի տարեր առհասարակ գոյություն չունեն։ Նրանց գործողություններում կա միայն հայրենասիրության, ազգասիրության տարեր, ինչի համար էլ կարծում եմ, որ նրանք հիմա պատժվում են եւ պատասխանատվության են ընտրվում։ Պարոն Ղազարյան, ասացիք, որ ուշադրությամբ եք լսում իրավապահների մեկնաբանությունները, այս ընթացքում պակաս չկար նաեւ բարձրաստիճան ներկայացուցիչների, պաշտոնյաների մեկնաբանությունների հանրային հեռուստաընկերության եթերում, հանրության այսպես գրպանից սնվող հեռուստաընկերության եթերում տեսանք, թե ինչ մեկնաբանություններ եղան, որոնց ի դեպ արձագանքեցին պաշտպանական խմբի անդամները, ես նկատի ունեմ աղճատման մասին արձանագրությունների, գաղտնալսված ինֆորմացիայի, միտումը որն է։ Միտումը ակնհայտ է, նրանք քաղաքական պրոցեսների վրա ազդեցություն, այսինքն կա հանրության մեջ մեծ հեղինակություն վայելող քաղաքական գործիչ իր թիմակիցները եւ ընդհանրապես լիկվիդացվում է ապօրինի եղանակով։ Քննչական կոմիտեի ղեկավար, օրինակ ազգային ժողովում վերջերս ասում է, որ ինքը գործադիր իշխանության մարմինների հայտարարություններին չի արձագանքում։ Երևի ինքը տեղյակ չի եղել, որ ինքը գործադիր իշխանության ներկայացուցիչներից մեկի պաշտպանության նախարար հետ վերջերս այցելություն է կատարել առաջնագից։ Երևի գնացել է գլխի չի գելի, որ իր հետին է պաշտպանության նախարարն է, երևի մտածեց լեգենդար, զորավար, չգիտեմ, Վարդան Մամիկոնյանն է։ Այսինքն Պապիկյանի հետ է եղել։ Գործադիր իշխանության, որին ասենք ինքը մեղադրանք առաջադրելու իրավունք, եթե ինքը նրանց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ է, մնացած պատմությունները, որ պատմա ինչի մասին է։ Լավ, պարոն Ղազարյան, հանգուցալուծումը ինչպես եք տեսնում։ Այս անընդհատ այսպես ոնց որ խոսել, պարբերաբար նամակներ ուղղել իմպիչմենթի գործընթացի համար, արդյունավետությունը երբ կերևա արդյունքը, երբ կլինի ձեր ուզած արդյունքը նկատի ունեն, որ ձեր պահանջը իրականություն դառնա, այս իշխանությունները չներկայացնեն Հայաստանի Հանրապետությունը։ Դե իմպիչմենտը դա իմ ընկալումներով, իմ պատկերացումներով միակ սահմանադրական օրինական ճանապարհն է Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելու։ Ցավոք սրտի ես չեմ տեսնում անգամ այդ գործընթացի նախաձեռնություն ցուցաբերած 34 падգամավորների գործողություններում ակտիվություն, շահագրգիռ մասնակցություն իրենց նախաձեռնությունը առաջ մղելու համար։ Ազգային ժողովում մեր անցած շաբաթը ավարտվել բյուջետային քննարկումները մշտական հանձնաժողովներում։ Բյուջեի նախագիծը դա առիթն է վարչապետին անվստահություն հայտնելու համար։ Եվ մի բառ այդ մասին որևէ մեկը չի խոսում։ Իսկ ո՞րն է այս խնդրի լուծումը։ Խնդրի լուծումը Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելն է։ Մենք մեր ժողովուրդը պիտի ընկալի մի բարձ ճշմարտություն, որ սա հայկական իշխանություն չի, սա թրքական իշխանություն է։ Մեր ժողովուրդը այլևս հայտնվել է թուրքերի տիրապետության ներքո։ Իսկ երբ որ հայտնվում ենք թուրքերի տիրապետության ներքո, այս ժամանակ մեր ժողովուրդը ինչ արի, երբ որ ոչ միայն տիրապետության ներքո, այլև բռնաճնշումների է ենթարկվում։ Դուրս է եկել ազգային ազատագրական պայքարի։
Այդպես եղել է Սասունու ինքնապաշտպանություն, այդ ձև եղել է Զեյթունի։ Հիմա պարտադիր չի դա լինի զենքով, զրահով եւ այլն։ Պետք է մարդիկ դուրս գան իրանց սեփական իրավունքների պաշտպանության պայքարին, որպես ազգային ազատագրական պայքար։ Հիմա Արցախում, երբ որ 80 թվին մեր ժողովուրդը ճնշվում էր ադրբեջանական իշխան, ինչ արին մարդ, դուրս եկան Ղարաբաղյան պայքարի, որպեսզի իրանց իրավունքները այն ժամանակ 88-ի Ղարաբաղյան շարժումը զինված շարժում չի եղել, մարդիկ դուրս են եկել փողոց իրանց իրավունքները պաշտպանելու։ Հիմա նույն ձևի մարդիկ պետք է իրանց իրավունքները պաշտպանեն, չպաշտպանեն թուրքերը մեզ կոտորեն, կոչնչացնեն, ոնց որ միշտ արել են, եւ հիմա էլ անում են։ Ավելի լավ թուրք, քան որ այս գործը հիմա կաներ թուրքերի համար, կան Նիկոլ Փաշինյանն է, ոչ միայն ես չեմ պատկերացնում, այլև Իլհամ Ալիևը չի պատկերացնում, որ պատկերացնել ուրիշին կնշանակի էր։ Դե նախաձեռնություն ինչի համար է, որպեսզի դա իրականություն դառնա, չէ՞, որպեսզի իրականություն դառնա, պիտի ջանք գործադրեն։ Ես առայժմ չեմ տեսնում այդ ջանքը, որ որևէ մեկը շահագրգիռ կերպով իր նախաձեռնությունը փորձի առաջ մղել։ Այո, ստորագրել են, չեն կարող ասել, որ իրանք նախաձեռնությանը չեն միացել, որովհետև միացել են։ Բայց դե ինչ ջանքեր են գործադրում իրենց նախաձեռնությունը առաջ մղելու համար, ես այդ ջանքը ստորագրած 34 падգամավորներից ոչ մեկի գործողությունների մեջ չեմ տեսնում։ Օրինակ ասենք, ես ինքս անձամբ գնում եմ ազգային ժողով, ԿՊ-ի падգամավորների հետ հանդիպել։ Իրանցից ոչ մեկի մեջ չի գալի։ Առանձիններ չեն գնում։ Պարոն Ղազարյան, լավ, վերջում խաղաղության մասին խոսենք, որովհետև մեզ ավետեցին, որ խաղաղությունը ղազախական ռուսական ցորենի տեսքով գալիս է Հայաստան, կարծեք ռուսական ցորենի տեսքով արդեն հասել է։ Դուք զգացել եք։ Դա կուտ է, ասենք հավերին, որ կերակրում են, չէ՞, կուտ ու տալու արտահայտությունը ինչու՞մ է, որ ինչ-որ հենց հացահատի, գարի ցանում ես, հավերը հավաքվում են, ինչի համար, որ հեշտ բռնես, մորթես։ Այդ կուտը դրա մասին է ընդամենը, որովհետև ինչքան ես գիտեմ, մենք մինչև հիմա էլ ենք հաց կերել, ու այդ հացահատիկը եկել է Արցախից, շատ քիչ մասը արտադրվել է Հայաստանում, մյուս մասը Ռուսաստանից, այսինքն Գևորգ Պապոյանը չի հացի գյուտի հայտնագործության հեղինակը։ Ասում են ինքնարժեք հավելիցած է այս կերպ։ Բայց չի ասում, որտե՞ղ, ելը ասում է, ես տենց հաշվարկ չունեմ, ոչ, ասենք եթե մի ժամանակ ցորենը գալիս է Ռուսաստանից, Վրաստանի տարածքով Հայաստան, հիմա ինչ որ Ադրբեջանն էլ է ավելացել այդ մարշրուտի մեջ, թե ինչի չգիտեմ։ Այլ ընտրանք է։ Երբ որ ասենք առանց Ադրբեջանի էլ մինչև հիմա Վրաստանի տարածքով գալիս էր։ Հիմա Ադրբեջանը ավելացել է իր բարի կամքի դրսևորումը, կարած չավելանար եւ բարի կամքը չդրսևորեր։ Եվ Հայաստանն է ԵԱՏՄ-ի անդամ, եւ Ռուսաստանը եւ Ղազախստանը։ Հիմա մեր միասնական տնտեսական մաքսայի տարածքում ապրանքի շրջանառության համար մենք Ադրբեջանի կարիքը որտե ունենք, չգիտեմ, Գևորգ Պապոյանը եւ Նիկոլ Փաշինյանը ինչով են դա բացատրում։ Դա ընդհանրապես ընդամենը քաղաքական իմաստ ունի, ցույց տալու Ադրբեջանի բարեսիրտ վերաբերմունք Հայաստանի նկատմամբ, ինչի համար իրանք մեղրին հանձնել են Ադրբեջանին, որովհետև այն ինչ որ տեղի է ունեցել, դա օգոստոսի 7-ով դա մեղրին Ադրբեջանին հանձնելու ծրագիր է։ Փաշինյանը հայտարարեց այսօր, որ Հովանավանք երիտասարդի բերանը փակելով դուրս հանելը դա իր իսկ անվտանգության համար էր արվել։ Երիտասարդի բերանը փակելով եկեղեցուց հանելա Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցը։ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցների խնդիրը ոչ թե քաղաքացիների անվտանգությունը ապահովելն է, այլ Նիկոլ Փաշինյանի։ Եվ եթե անհանգստություն կար անվտանգության հետ կապված, պետք է այդ աշխատակիցը Նիկոլ Փաշինյանի բերանը փակեր եւ եկեղեցուց դուրս աներ։ Բայց դա սխալ գործողություն է դեղի ունեցել, որովհետեւ իրականում նպատակը չի եղել։ Իրականում նպատակ եղել է քաղաքացուն լռեցնելը, հավատավոր քաղաքացուն, որը գնացել էր ի տարբերություն հանրահավաքի մասնակիցների, գնացել էր Հովանավանք պատարակի, բայց պարզվում է, որ ընդե պատարակիչ քահանա չկա եւ կա հանրահավաք եկեղեցու տարածքում, ինչ օրենքով արգելված է։ Շնորհակալություն։ Հարգելի հետևողներ,